կողմից հայ առաքելական եկեղեցու վրա հարձակում չկա։ Ես ուզում եմ մենք արձանագրենք հետևյալը։ Ուրեմն հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու թղթերում որևէ տեղ գրած չի, որ կաթողիկոսի պաշտոնում գտնվող անձը եւ եկեղեցին նույնական են։ Որևէ տեղ գրված չի, որ եպիսկոպոսը եւ եկեղեցին նույնական են։ Հայաստանյան առաքելական եկեղեցու պատմության մեջ եղել են մի շարք, եթե ոչ բազմաթիվ դեպքեր, երբ օրինակ կաթողիկոսը պաշտոնանկ է արվել, հրաժարական է տվել եւ գնացել։ Այսինքն իսկ ի՞նչ է տեղի ունեցել դրանից հետո։ Դրանից հետո ի՞նչ է տեղի ունեցել։ Մենք դրա արդյունքում եկեղեցին փլուզվել է, ոչ չի փլուզվել։ Էլ չեմ ասում նախկինում Հայաստանում դեպքեր եղել են, երբ որ եպիսկոպոս քրեական պատասխանատվության է ենթարկվել եւ տարիներ է անցկացրել բանտում։ Հիմա իմիջայլոց եթե ես իմ լրագրողական տարիներից եմ դա հիշում, բայց ես հասկանում եմ, որ մեր իրականության մեջ այդ հիշողությունը չկա։ Քրեական օրենսգրքով առնվազն կալանավորվել է եւ երկար ժամանակ, չգիտեմ, դատավճիռ եղել է, թե չէ։ Եթե չեմ սխալվում, նույնիսկ անունը կարող է հիշեմ։ Կարծեմ Ասողիկ Սրբազան եւ Ասողիկ եպիսկոպոսը կալանավորվել է քրեական օրենսգրքով, եւ դա ինչ է տեղի ունենում։ Ինչ վերաբերվում է ձեր հարցին, որ հնարավոր է, ոչ հնարավոր չի։ Որտեղ նման բան չի կարող տեղի ունենալ։ Հիմա եթե դուք ես անկեղծ ասած դուք եք հետևում, ես չեմ հետևում Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարություններին եւ ես բան չունեմ ասելու, ես գուցե շատ մեծ թերություն է, բայց ես չեմ հետևում։ Նույնիսկ միջազգային հարթակներում Ադրբեջանի հոգևոր առաջնորդի արած հայտարարություններին եւ եթե ուզում եք որևէ գործողություն համադրել որևէ այլ գործողության մեջ, ասենք այսօրվա իմ բրիֆինգը կարող է համընկնել տասնյակ իրադարձությունների հետ Ադրբեջանում, Թուրքիայում, Իրանում, Ռուսաստանում, Վրաստանում, Միացյալ Նահանգներում, Մերձավոր Արևելքում, Իսրայելում, Գազայի գոտում, Պաղեստինում, ուր ասեք, Ալժիրում, Նամիբիայում, Անգոլայում, Ավստրալիայում, նույնիսկ Անտարկտիդայում եւ Հյուսիսային Բևեռում, նույնիսկ Մեծ Բրիտանիայում եւ Նոր Զելանդիայում, նույնիսկ Սինգապուրում եւ Ճապոնիայում, նույնիսկ Նորվեգիայում եւ Շվեդիայում, բազմաթիվ իրադարձություններ, եւ դա ինչ է նշանակում։ Այն փաստը, որ դուք հարց տվեցիք հիմա այս պահին, հիմա եթե մենք հետազոտություն անենք, կհամընկնի մեծ հավանականությամբ գուցե Ադրբեջանի հոգևոր առաջնորդի կամ որևէ հոգևոր գործչի որևէ գործողության հետ։ Հիմա մենք փորձենք գտնել Ադրբեջանի որևէ падգամավորի որևէ գործողության հետ։